Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճերը։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցել նաև գյուղատնտեսության վարչական ծառայությունների փոխադրումների ոլորտում։ Գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 12.8%։ 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6%-ով, վարձու աշխատողները 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով։ Կարևոր է ընդգծել, որ 21 թվականի համեմատ սպառողական գները աճել են շատ ավելի համեստ տեմպով 14.8%-ով, ինչը նշանակում է, որ իրական արտահայտությամբ միջին աշխատավարձը աճել է շուրջ 30%-ով։ 2025 թվականին միջին գնաճը գտնվել է թիրախային մակարդակին շուրջ և կազմել 3.3%։ Միջին աշխատավարձի աճը զուգորդվել է արտադրողականության բարձրացմամբ։ Եթե 21 թվականին մեկ զբաղվածի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 6.4 միլիոն դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 9.6 միլիոն դրամի։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում։ Զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.5%-ային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.9%-ային կետով։ Ըստ այդմ ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության, անհավասարության նվազման միտումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մեր իրականացած քաղաքականությունները, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացմանը և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը ուղղված միջոցառումները ոչ միայն դրական նպաստ կբերեն անհավասարության հաղթահարման գործընթացին, այլ նաև կբարձրացնեն հասարակության ընդհանուր բարեկեցությունը։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 334 միլիարդ դրամով։ Արդյունքում հարկեր ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24%, 24 թվականի 23.3-ի և 21 թվականի 23%-ի դիմաց։ Այս 5 տարիներից 3-ի ընթացքում հարկերի հավաքագրման տարեկան աճը կազմել է ավելի քան 300 միլիարդ դրամ, այսինքն ամեն տարի մենք ունեցել ենք հավելյալ 300 միլիարդ դրամ հարկային եկամուտներ։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանում նախկինում երբեք չի գրանցվել։ Այս արդյունքը ոչ միայն արդյունավետ վարչահարության, այլ նաև տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվելու բարենպաստ միջավայրի ապահովման շնորհիվ է։ Բիզնես միջավայրի բարելավման մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին 5 տարիների ընթացքում ակտիվ հարկ վճարող կազմակերպությունների թիվը աճել է ավելի քան 49,000-ով կամ 49.4%-ով։ Այդ թվում խոշոր կազմակերպությունների քանակը աճել է 34%-ով, իսկ միջին կազմակերպություններինը 68%-ով։ Հատկանշական է, որ կազմակերպությունների թվի աճին զուգահեռ տեղի ունեցել նաև կազմակերպությունների խոշորացում։ Այդ մասին է վկայում այն, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի կշիռը ընդհանուր հարկային եկամուտներում 21 թվականի համեմատ նվազել է շուրջ 3.6%-ային կետով։ Սա նշանակում է, որ հարկային եկամուտները ձևավորվում են ոչ միայն ավանդական խոշոր հարկ վճարողների, այլև հազարավոր այլ կազմակերպությունների հաշվին, որոնք ընդլայնել են իրենց գործունեության ծավալները և մեծացնել իրենց ներդրումը տնտեսության մեջ։ Կառավարության ծախսային քաղաքականությունը 2025 թվականին կրել է ռազմավարական բնույթ, շեշտադրելով անվտանգային կարողությունների հզորացումը և մարդկային կապիտալում ներդրումները։ Պետական բյուջեի փաստացի ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռները կազմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների,
պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերը։ 2025 թվականի պետական բյուջեից ծախսվել է 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որից 703 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2025 թվականի ծախսերը ավելին են եղել 24 թվականից 350 միլիարդ դրամով, որից կապիտալի մասով շուրջ 145 միլիարդ դրամով։ Թույլ տվեք առանձին չներկայացնել ամեն մի նախարարության ծրագրերի կատարողականը, քանի որ առիթ ենք ունեցել հանձնաժողովներում մանրամասն քննարկումներ ունենալու եւ գործընկերներս առանձին ելույթներով հանդես են գալու ոլորտային հաշվետվություններով։